Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտում նկատվում է հակասական մի երևույթ։ Փաշինյանը համեմատում օրինակներ է բերում եւ իրեն նույնացնում է տարբեր կերպարների հետ, ավելին ըստ իրեն վարում է նրանց ուղուն համապատասխան քաղաքականություն։ Ինչ է հուշում Փաշինյանի հակասական կերպարների այս եռամիասնությունը։ Առաջինը Պապ Թագավորն է։ Պապ Թագավորը, որը ուզում էր Հայաստանը լինի ինքնիշխան երկիր, պայքարում էր եկեղեցու դեմ եւ եկեղեցին իրեն խանգարում են այդ գործում եւ Պապ Թագավորին սպանեցին։ Եվ ինքը բարբերաբար ելույթ է ունենում եւ ասում է Պապ Թագավորին այս անգամ չեն սպանելու։ Փաշինյանն ուզում է շարունակել ընդհատված պատմությունը եւ ներկան միաձուլել 374 թվականի Պապ Թագավորի սպանությամբ կիսատ մնացած առաքելությանը։ Իսկ Պապ Թագավորը մեր ամենահակասական կերպարներից մեկն է, որին պատմիչները եկեղեցուն հալածողից մինչև անկախ եւ ինքնիշխան պետականության կերտող են ներկայացնում, կախված ժամանակաշրջանից եւ հանգամանքներից։ Պապ Թագավորի սպանությունն է եղել, բայց այդ սպանությունը մի օրում չի եղել։ Մատնագրեր են գրվել, հակաքարոզչություն է արվել, այստեղ սոցիալական ցանցեր չի եղել, բայց ականջից ականջ, սատանայի ծնունդ, սատանայի ծնունդ։ Երկրորդը Նելսոն Մանդելան է։ Այսինքն երբեմն մեր երկրի ճակատագիրը որոշում է Նելսոն Մանդելան եւ ինքը հանդես է գալիս որպես խաղաղություն բերող անձնավորություն։ Խաղաղաբեր հերոսի գիծն է, այս դեպքում հերոսի նախատիպը Նելսոն Մանդելան է։ Արմատները խորն են, բարձրաձայնումը դեռևս 2019 թվականից, երբ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ ունենալիս փառաբանում էր Նելսոն Մանդելային։ There is such a leader, and that leader is Nelson Mandela. Եվ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է։ Ինքս քաղաքական բանտարկյալ եղած լինելով ուշադիր հետևել եմ այս ամենահայտնի քաղաքական բանտարկյալի քաղաքական ուղուն եւ կյանքի պատմությանը։ Նա փոխեց իր սեփական երկիրը եւ անշուշտ իր ազդեցությունն ունեցավ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց ձգտումների վրա։ And indeed, the aspiration of millions worldwide. Երրորդը Հիսուս Քրիստոսն է։ Մի դեպքում դա Հիսուս Քրիստոսն է, որը տառապում է աշխարհում, բայց ինքը եկել է որպես փրկիչ եւ իրեն չեն հասկանում, իրեն հալածում են։ Մարտին իրեն համարում է Աստծո ընտրյալ, մարգարե, որը գալիս է նոր գաղափարախոսությամբ եւ փորձում փոխակերպել ազգը կամ մարդկությունը։ Աստվածաշունչն էլ համարում է իր կյանքի փոփոխության առհավատչան։ Հիսուս Քրիստոսը իմ հարազատն է։ Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է։ Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համարում է, որ Փաշինյանի համեմատությունները այս կամ այն պատմական կերպարի հետ առնվազն անլուրջ են։ Անլուրջ սպառման քարոզչական առարկա են, եթե ոչ որևէ անձի հոգեբանական բարդությունների կամ, այսպես ասենք, պետության ուղղքի դրսևորում պարզապես։ Բադալյանի մեկնաբանմամբ նման օրինակ կրկնօրինակումները Փաշինյանի քարոզչական ապրանքն են մարդկանց միտքը զբաղեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն վերաբերում է որպես ներքաղաքական սուբյեկտի եւ իր գործողությունները կառուցում հենց այդ նամությամբ։ Ես էլ չեմ ասում արդեն համահայկական եւ միջազգային դերակատարմանը առաջացող ռիսկը, որ դրում է Փաշինյանի գործողությունները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Փաշինյանի համեմատությունները բացատրում է հոգեբան Կարլ Յունգի կոլեկտիվ անգիտակցականի տեսությամբ, ըստ որի մարդու գործողությունները պայմանավորված են նաև այն արքետիպերով, որոնք գոյություն ունեն գրականության, պատմության, առասպելների մեջ։ Փաշինյանն իրեն կամ նույնականացնում է ինչ-որ հերոսի հետ, կամ պայքարում տվյալ հերոսի դեմ։ Նմանակումների այս շղթան վտանգավոր է։ Փաշինյանը տարբեր հերոսների կերպարներով կարող է Հայաստանը դարձնել հակամարտությունների տարածք, եւ եթե որևէ դեպքում մեծ տերությունների շահերը բախվեցին, ապա Հայաստանի ճակատագիրը կդրվի հարցականի տակ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։